Հոկտեմբերի 27-ին ժամը 22:29 հազանգ է ստացվել Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի Հրշեջ փրկարարական ջոկատ այն մասին, որ Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ գյուղում հրդեհվում է անասնագոմ։ Հրշեջները ժամը 20:33 րոպեին հասել են դեպքի վայր եւ անցել հրդեհաշիճման աշխատանքներին։ Հրդեհված անասնագոմը գտնվում է երկու տների արանքում, մեկից 7, մյուսից 1.5 մետր հեռավորությամբ։ Հրշեջների արագ արձագանքման շնորհիվ կրակը չի տարածվել։ Հիմնականում աշխատանքները կատարվել են հրշեջ փրկարարների ուժերով, այրվել է անասնագոմի տանիքում կուտակված մոտ 200 կգ խոտ եւ հիմնականում առաստաղը մնացել է անվնաս։ Հրդեհի առաջացման պատճառի մասին վարկած ունենալը մի քիչ հավաստի չի լինի, որովհետեւ շատ բաներից կարող է առաջանալ, ասենք տեղանքը պետք է ուսումնասիրեն, նոր մնացածը փորձաքննությունը կասի։ Ագարակ գյուղի բնակիչ Իսկույի Քոչարյանին պատկանող անասնագոմում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 200 կգ խոտ։ Սա էլ քիչ է, անասնագոմից անհետացել են 20 հավ։ Իսկույի Քոչարյանի խոսքով տանիքում եղել է նաև վարելափայտ, որը եւս մոխիր է դարձել։ Տանտերը, որ 4 երեխաների մայր է, ապրում է դստեր հետ, նրա երկու տղաները Հայաստանում չեն, իսկ վերջերս հողին է հանձնել 24-ամյա թոռնիկին եւ ինչպես ինքն է ասում, սա նրան այդքան էլ չի անհանգստացնում, պարզապես մինչեւ հիմա չի կարողանում հասկանալ հրդեհի առաջացման պատճառը։ Ես ոչ մեկին ես 78 տարեկան կնիկ եմ, գեղամամնի վատ բան չեմ անել, չգիտեմ, շատ գումարի վնաս եմ կրել ազիջանիշտ եմ, ինձ մենակ շիֆրով օգնեն, ծածկեմ իմ հավնապահով լետա, գյուղացիք, համագյուղացիք, բոլորն էլ կանգնած են, բոլորն էլ, թե կանգնած չէին ես տունը կերվեր։ Ոնց լույս է վարվել, ոնց գազից, ոնց է կայծակ նախապել, դե հարցի հանելիք մարդուները իմ կարծիքով պատասխանեց ձեր հարցինը։ Հրդեհը 0:35 րոպեին մարվել է, իսկ հաջորդ օրը օգնության են հասել գյուղի բնակիչները։ Իսկույի Քոչարյանի կրած վնասներից գլխավորը անասնագոմի տանիքի ամբողջովին հրդեհված վիճակն է։ Մեր նկարահանման պահին դեպքի վայր ժամանեցին Լոռու մարզի հրդեհային տեսչության աշխատակիցները հանգամանքները պարզելու նպատակով։ Նշենք, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում վերոնշյալ գյուղում արձանագրվել է հրդեհի եւս 2 դեպք, որի հետևանքով այրվել է խոտի հսկայական ծավալ ավելի քան 800 հագ։ Սարգիս Գոքորյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Հորիզոնի համար։